սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում ոչինչ չի փոխվել։ Ձեզ հետ ես եմ Մանահիտ Կիրակոսյանը եւ ուրախ եմ, որ տեսախցիկներից այն կողմ դուք հետևում եք մեզ ու հավատարիմ եք մեզ։ Եկեք միասին արթնանանք լավ երաժշտությամբ ու դրական էներգիայով։ Դե ինձ սիրելիներս կրկին շատ յուրահատուկ ու հետաքրքիր իրադարձություն է եղել օրերս ստենդափ ժանրում մենք ունենք նորություն, որի մասին խոսել էինք եթերներից մեկում, Ասատուր Հակոբյանը ներկայացրեց խաչմերուկում ստենդափը Ֆրանսիայի եւ Հայաստանի միջև գտնվող խաչմերուկի եւ ոչ միայն այլի մասին։ Այս պայն առաջարկում եմ դիտենք փոքրիկ դրվագ, որից հետո կշարունակենք զրույցը հենց նրա հետ, նա արդեն տաղավարում է եւ սպասում է մեզ։ Ինչպես արդեն նշեցի, մեր տաղավարում է այսօր ֆրանսիահայ գրող Ասատուր Հակոբյանը, ով վերջերս նաև հանդես եկավ նորությամբ ստենդափ ժանրով։ Այսօր զրուցելու ենք ոչ միայն ստենդափի, այլ նաև նոր գրքի մասին։ Այսպես է կոչվում գիրքը Մարդասպան սերը։ Իսկ ես ողջունում եմ Ասատուրին, բարի առավոտ։ Բարավանեք։ Ուրախ եմ, որ շատ կարճ ժամանակատված անց մենք կրկին հանդիպում ենք տաղավարում ու արդեն նորություն չէ, որ ձեզ մոտ ամեն ինչ շատ արագ է Ասատուր ջան կատարվում։ Նախորդ եթերում հարցնում էի ունեք նորություններ թե ոչ, այս եթերում մենք արդեն խոսելու ենք նոր գրքի մասին։ Ուզում եմ հարցնել, ինչպես է ձեզ հաջողվում առհասարակ այս արագությամբ աշխատել, որովհետև մարդիկ տարիներով նստում են եւ մեկ գիրք չեն կարողանում գրել, դուք արդեն երրորդն եք թողարկում։ Սա ինչի մասին է վկայում։ Նախ հուսամ ձեր հանդիսատես ինչ եմ հոգնեցել իմ ներկայությամբ, արտասել շուտ գալիս։ Արագությունը էլի են կանադարձել է թեմային, արագը որ արագ եմ դրում, դրա ոչ մի խոսք, ասենք իմ համար ինձ որ ժամանակ եմ ունենում, իմ համար մի գիրք թղթին հանձնելու, որտեղ գրքերը արդեն պատրաստ են գլխումս, մի ամիս ժամանակ է հարկավոր իր շտկումներով ամեն ինչով։ Ինքը տենց ասում էի, որ շատ արագ իմ մոտ ստացվում է, որտեղ արդեն իմ մոտ հստակ նստած են պատմությունները, բազմիցս եմ ասել, արդեն ես հաշվում եմ 12-ից ավել գրքեր արդեն գլխումս հստակ նստած են իրենց պերսոնաժներով, ամեն ինչով, ինտրիգներով ու մյուսով։ Այդ արագության հարցը կոնկրետ հայերենի վերաբերվող մի քիչ մյուս նախորդ անգամներ անդրադարձել ենք այդ թեմային, ֆրանսերեն ես մի տարի շուտ էի սկսել գրել։ Այսինքն ֆրանսերենով արդեն մի երկու գրքեր պատրաստ են, ես նոր սկսեցի վերաշարադրել, թարգմանել, բերել Հայաստան։ Հայերենի արագությունը դրանով է բացատրվում, որ այնտեղ մենակ թարգմանություններն են մնում։ Արդեն հայերենով հասել են ֆրանսերենին, արդեն միաժամանակ պիտի գրվի հայերեն, իմ կարծիքով այդ ընթացքները մի քիչ ավելի կդանդաղեն։ Կա լեզու, որով խոսում ենք եւ կա լեզու, որով մտածում ենք, այսինքն Ասատուր Հակոբյանը մտածում է ֆրանսերեն։ Չի ասի 50-50 ես որ պահին որ նստում եմ ֆրանսերեն մտածելու ֆրանսերեն եմ մտածում լեզվամտածողությունս գալիս է ֆրանսերենի որ պահին արդեն թարգմանությունը վերաշարադրումն է լրիվ հայերեն ասենք ոչ մի անգամ կարիք չի լինում հենվեմ ֆրանսերենին կամ հակառակը ֆրանսերեն անելուց հենվեմ հայերենին այսօր այդ բախտավորությունն ունեմ որ այդ տիրապետմանը հասել եմ երկու լեզուների Մինչ գրքի մասին խոսելը կուզենայի ամփոփենք ստենդափը որ տեղի ունեցավ ապրիլի 5-ին Լեբլեցում sold out Բոհեմ թատրոնում այն էլ զատկի օրը ու 14:00-ին, հա, եւ ժամն է անսովոր, որովհետեւ մեր հայերը սիրում են երեկոյան ժամի առհասարակ եւ փաստորեն տեսանելի էր վաճառքը, որ ամբողջությամբ sold out էր։ Ինչպես անցավ, ինչպես գնահատեց հանդիսատեսը, ինչ կարծիքներ են եղել եւ ձեզ համար ինչ զգացողությունն եք, որտեւ ի վերջո առաջինն էր։ Զգացողությունս հպարտությունն է ու զգացմունքային տարը շատ ուժեղ է, զգացմունքները մի քիչ բացատրելը դժվար է, բայց սպորտկումը շատ ուժեղ է։ Հիմա ինձ հարցնում ես, թե ինչ զգացողություններ ունեցա, արդեն դու տեղյակ ես, որ իմ առաջին բեմադրությունն էր ու միգուցե առաջին ասկից չէր երևում, բայց մոտս լարվածությունը կար ամբողջը հիշելու, ի վերջո 40 էջ A4 ֆորմատի անգիրարած պետք է ասա, այդ լարվածությունը կար, հանդիսատեսի զգացողությունները եւ այլն զգում էի դրականը, բայց ես իմ գործի վրա ավելի կենտրոնացած էի, քան որ կարողանայի տեսնել հանդիսատես։ Դու ինքդ ես հանդիսատեսի շրջանակում եղել, դու ինքդ պիտի ասես ու իդեպ ինձ շատ ավելի հաճելի ու կոնկրետ կլինի ուսուցողական անգամ լսեմ միշտ տպավորություններ, որտեղ տպավորությունները հետո վիդեոներով եմ նայում, այդքան էլ པարզ չի, տեղում տես չէի զգում։ Իրականում այո, գաղտնիք բացեմ, սիրելի հեռուստայտողներ, ես անձամբ ներկա եմ եղել եւ կարող եմ ասել մի շատ կարեւոր բան, որ տարբերվող էր, իրոք տարբերվող էր։ Մենք այդ բառը երբ ասում ենք նմանը չունեցող,
շատ հաճախ ուղղակի ենք ասում կամ այդպես ընդունված է, հա, որ նորություն, բայց չէ, սա նորություն է մեր ստենդափ ժանրի ոճի մեջ, որովհետև նոր խոսք է։ Խոսք հենց խոսքի իմաստով ու լեզվի իմաստով, որովհետև Ասատուր ջան, քո խոսքը տարբերվում է առօրյականից ու շատ հետաքրքիր գրքային ես խոսում, քո պատմությունները երբ լսում ես բեմից, թվում է թե գիրք ես կարդում անմիջապես, բայց այդ հեղինակը ոչ թե կարդում է գիրքը բացած, այլ իրական քեզ հետ կիսվում է ու այդ կիսվելուց նկարագրությունները շատ գրքային ու հետաքրքիր են։ Ինձ համար հաճելի էր ու ականջիս շատ հաճելի էր լսել բացառիկ գրագետ խոսք, բայց որի մեջ կա իսկականություն ու անկեղծություն։ Ինձ համար հետաքրքիր էր նուրբ հումորը ու ինձ համար հետաքրքիր էին հենց իրական պատմությունները, որոնք կատարվել էին քեզ հետ, որովհետև զգացում էր, որ այնտեղ չափազանցություն չկա, այլ հենց իրականություն է, որի մեջ դու դրել ես այդ գրքայնությունը։ Իսկ ընդհանուր առմամբ, այսպես եթե ամփոփես, հա, քեզ համար ինչպես էր հանդես գալ ստենդափ ժանրում, զգացողություններդ անսովոր էին, էլի կլինի, կշարունակվի, նորը կունենանք, թե քեզ կփակես այս էջը։ Չէ, պատկերացրեք, թվում էր ուղղակի հրապույրի պես ինչ որ ձգել է, ուզում էի խոսքս արտահայտել, հենց արդեն գրելու process-ի ժամանակ հասկացա, որ իմն է ու ես ինչ որ չեմ տարբերակում գիրք գրելը կամ ստենդափ գրելը, իմ գրքերն էլ, ասենք, ամենամութ ու արյունոտ պահերին մեջ հումոր կա, ծիծաղ, ամեն ինչ, չեմ ասում ամեն ինչի կարելի է ծիծաղել, բայց ասենք հումորը ինձանից չի բաժանվում։ Ստենդափի պահով մի քիչ հետաքրքիր է, որովհետև ասենք դու որ ինքդ այդ փորձն ունես բեմական, դու ինքդ տարբեր մարդիկ միշտ ասում են, բայց չես անհանգստանում լարված, գիտես մոտս լարվածություն առհասարակ չկար մինչև վերջի վայրկյանը։ Մինչև այնքան ասեցին, որ մտածիր կարելի է նաև լարվել։ Պատկերացրա, որ հենց արդեն բեմ դուրս գալուց առաջ արդեն մտածում ես մեկ կարող է մի քիչ անգիտակից հելեմ ինչ որ է լարվածություն կամ, բայց բացարձակապես իմ միակ լարվածությունը այն էր, որ հանկարծ տեքստը չմոռանամ, այդքան է, թե ինչ որ լարվածություն չեմ զգացել, չգիտեմ, այդ միգուցե նրանից է, որ արդեն գրքի միջոցով իմ մտքերն արդեն հանձնում եմ հանրությանը։ Ես փոքրուց ինչ որ դպրոցում միշտ ասենք լավ աշակերտ եմ եղել, անընդհատ հենց փոքր տարիքից դասարների առաջ խոսել, այդ ամենը օգնում է։ Ես չգիտեմ, ասենք ընկերական շրջապատս մեծամեծ շրջապատներում անընդհատ կիսվել խոսել, երևի արդեն վարժվել է այդ ամեն ինչին, որ նորմալ է, որ խոսք ունես ասելու, պիտի ասես, ոնց կընդունի։ Կար պատմություն, որ պետք է հնչեր բեմի վրա եւ չհնչեց կամ մոռացար կամ ուղղակի զգացիր, որ պահը չի։ Իմ կյանքը շատ լեցուն ու խիտ է միշտ անցել ու անցնում, ես ինքս ձգտում եմ այդ խտությանը, միշտ բաներ կլինեն ասելու, այս անգամ ինչ ասել է, իրոք ինչ ուզում էի ասել, ես անգամ համար ասեցի, կշարունակվի, ըստ երևույթին տեն շարք կդառնա խաչմերուկում 2-3, որտեղ անսպար բաներ կա ասելու, եթե ինձնից չեմ մյուսից անպայման մի բան կլինի ասելու, արդեն տեսար, որ մի թեմայի վրա չեմ կենտրոնանում, այդ ամեն ինչը համագում արել կլինի մանկությունից, երեխաներից, ընտանիքից, թե մեր մտածածներից, անգամ մտորումներ, ասենք այդ մեջտեղ մի հատված կա, որ ինքը ինչ որ ծիծաղի չեն կանադառնում, այլ հուզական պահ է, մտորումների պահեր են, այդ ամենը պետք է։ Ես անընդհատ ասում եմ, որ ինձ պետք չի այդտեղից գնան շատ ծիծաղացած կամ այլ, ուզում եմ հարցականներով գնան, մի տեսակ սթափված, որ ասենք բաներ կա, որ մեր առօրյայում այնքան ենք անում, մեզ թվում է դրանք լավ բաներ են, անգամ սկսում ենք չնկատել։ Իմ նպատակը հենց դա էր, որ շեշտադրենք, որ այդպես բաներ իրականում այդքան էլ ընդունելի բաներ չեն, ավելի լավ է սկսենք դրան վատ վերաբերվել, քան թե սովորական դարձնենք, թե նորմալ է, չէ, այդքան էլ նորմալ չի։ Շատ բարի, ես գիտեմ, որ արդեն հաջորդի գրքին դրված է եւ լինելու է մայիսի 3-ին։ Մայիսի 3-ին ժամը 14:00-ին Բոհեմ թատրոնում կարող եք ձեռք բերել տոմսերը, նաեւ տոմսարկղով ու գտնել ձեր տեղը այս ստենդափում, որովհետեւ այս խաչմերուկում իսկապես հետաքրքիր է ու շատ յուրահատուկ ու ուրիշ խաչմերուկ է, ես ձեզ դա հավաստիացնում եմ։ Հիմա գանք գրքին, որովհետեւ խաչմերուկ ստենդափի ավարտին դու նշեցիր, որ անակնկալ ունես քո ընթերցողի համար Մարդասպան սերը։ Թվով արդեն 3-րդ գիրքն է Ասատուր Հակոբյանի, մենք խոսել ենք Նարգիզի բույրի մասին, Քոր եկող հոգի մասին եւ ահա հիմա Մարդասպան սերը։ Իսկ սերն ավելի շատ երջանիկներ է ծնել, թե դժբախտներ։ Դու գիտես այս հարցի պատասխանը։ Հարցը գրեթե հռետորական է, որովհետև այսօր որ տեսնում ես սերը մի շատ վեհ զգացողություն է, որ իրականում մեր հոգու ներդաշնակությունն է, այսինքն այսօր դեպությամբ մարդիկ են պետք մեզ, որ այդ դռները բացեն, մեր ներդաշնակությունը զգանք, այդ ներդաշնակությունը մեզ այնքան է դուր գալիս, որ գրեթե դառնում ենք տիրակալ այդ զգացողության հանդեպ ու փոխանակ հասկանանք, որ այդ դիմացինը մեզ այդ դրախտի դռները բացել է, դիմացինը սկսում ենք մեր սեփականությունը համարել, փորձելով բերել նրան, որ դիմացինն անի անպայմանան ինչ մենք ուզում ենք, բայց սերը տենց չի դրսևորվում։ Մարդկությունը այսօր
հսկա մեծամասնությամբ գրեթե 90%-ից ավել պատրաստ չէ զգացողությունը կրելու իր վրա, զգալ, ապրել, գոհ լինել, որ զգացմունքը կրում է իր վրա։ Ու իրականում ես կասեի, որ 90% դեպքերում սերն ավելի դժբախտացնում է իմ անձնական փորձով, կողքերս նայելու փորձով, որ նայում եմ, քան երջանկություն է բերում, որտեղ երջանկությունը միշտ տեսնում ես առաջի լավագույն դեպքում մի տարին ինչ որ շատ ուրախ են, այդտեղից հետո արդեն որ բաժանումների այդ բռնի վիճակները տեսնում ես, այդտեղ ես հասկանում, որ այդ մարդկանց չի երջանկացրել սերը, դժբախտացրել է հələ որոշ տեղեր կործանել անգամ։ Ես ինքս այն համոզմունքին եմ, որ սերը այսօր ավելի շատ դժբախտներ է ծնել, քան երջանիկներ, բայց ոչ թե որ սերը դժբախտություն ծնող, այլ որ մենք ինքներս ենք անփորձ ու վատ դիապետում այդ ամեն ինչին, դա դրա հետևանքն է, մարդու թյուր ու թերի լինելու հետևանքն։ Այն սերը, որը ձեր նուարվեպում մարդասպան է, անձնական թե անանձնական է։ Անանձնականը գալիս է անձնականի դաշտ։ Իրականում մի տեսարան է, որ խոսում է մի կերպարի մասին ուրուր մականունով, որ գրեթե անպարտելի կերպար է, իր հզորությամբ այնքան հզոր կերպար է, իր անգամ ոչ միայն իր ստեղծած կարգավիճակով ինքը որքան հզորացել է, ինքը իր ուղեղով էլ այնքան նուրբ, որ ամեն ինչ տեսնում է վտանգ։ Իրան ունի մի իրական թերություն, ինքը կնոջ հանդեպ թուլություն ունի, համ մեծարում է կնոջը շատ, համ թուլություն ունի։ Մի կին տեսնելով այս ամենը իր նպատակներին ծառայելու համար հենց այդ թուլ օղակից կարճում է տղամարդու, վերում նրան, որ ի վերջո իր նպատակներին ծառայացնում ու կործանում է տղամարդուն։ Խոսքը հենց մարդասպան սիրո մասին է, որ սիրոն ու կյանքին ինչ որ կերպար եմ տվել, տեղ-տեղ խոսում են վերացական, որ գործում են որպես գործող ուժեր ու գործիքները հենց տղամարդն է, որը ինքն դարձել է նույն կնոջ ձեռքում գործիք։ Ուրեմն երբ մենք եղանք գրքի շնորհանդեսին, ես ձեռք բերեցի գիրքը ու շատ ուրախ եմ, որ արդեն ունեմ, պատրաստվում եմ կարդալ, դեռ չեմ ընթերցել, մայրս նայեց եւ ասաց թարգմանությունը հենց ինքը Ասատուր Հակոբյանն է արել, ասաց, բայց եթե ինքը հայերեն խոսում է, ինչի է ֆրանսերեն գրում, հետո թարգմանում, մի անգամից թող հայերեն գրեր։ Հարց մայրիկիս կողմից։ Պահեր կլինեն, որ երևի ես երևույթին կսկսեմ մի անգամից հայերեն գրել եւ այլն, չգիտեմ, առաջի անգամ գիտես մի տեսակ ոնց որ երախտագիտության հարց լինի, երախտիկ լինի ուժեղ մոտս արմատ գցած, ֆրանսերենով եմ առաջ անգամ սկսել գրել, լեզուն ուսումնասիրելով այդ սերն առաջանալով։ Եվ ուզում եք հավատարիմ ուզում եմ, ուզում եմ ինչ-որ չդավաճանամ այդ սկզբունքին, որովհետև սիրում եմ ֆրանսերենը, իր նրբություններն ունի, ասենք այդ ամենը նկատում եմ, եթե հայերեն գրեմ, հայերենի մեջ ասենք թողեր կան եւ այլն, ասենք բաներ կա, որ ես տեղյակ չեմ, ֆրանսերեն գրում եմ, հետո թարգման, որ վերաշարադրում եմ հայերեն, օրինակ ասենք բառեր կա, որ անկախ ինձանից ես հնարում եմ, ես չգիտեմ, այսօր լեզվաբաններն ասում են, օրինակ նախորդ գրքից մեջ ունենք մեր հոգիների մոռացարաններում։ Ես չգիտեմ, որ հայերենում մոռացարան բառ չկա, բայց ասենք երբևէ ինչ որ մեկը գիրքը կարդալուց չի հասկացում, որ այդ բառը կա թե չէ։ Որովհետև ճիշտ նպատակային նույն ասենք այս գրքի մեջ տեղ կա, որ ասում եմ իր հոգի իր անցյալի զղջումնահորից ճճացող ձայների պես զղջումնահոր բառ չկա։ Բայց ասենք ոչ ինչ որ մեկը կարդում է, չգիտի այդ բառը կա թե չկա, ինչ որ այս ասենք ֆրանսերենի հենց գեղեցկությունը դրանում է, որ այնտեղ գրում են ֆրանսերենում այդ բառերը այնտեղ էլ է մի տեսակ ստեղծագործում, բայց հայերենի գալով արդեն որ այդ բառը չկա, սկսում եմ միացնել եւ ստանալ այդ բառը։ Փորձում եմ ավելի սահուն լինել, ավելի ոլորաններով ու նոր բառեր են ստացվում, նոր ոճ է ստացվում։ Իսկ թվում է հաջորդի պետք է բառարան ստեղծես Ասատուր, հայ-ֆրանսիական բառարան, հատուկ Ասատուր Հակոբյանի կողմից, ով կարողանում է ֆրանսերենից յուրահատուկ նոր բառեր ստեղծել։ Ամեն դեպքում մենք ունենք այս պայն նոր գիրք, Մարդասպան սերը, Ասատուր Հակոբյանի նուար վեպը, վստահաբար հեռուստատողի մոտ հիմա հարց կծակի, որտեղից ձեռք բերել, որտեղ շնորհանդեսը արդեն տեղի է ունեցել, հաջորդ ստենդափի ժամանակ հնարավորություն կլինի կրկին։ Այո, հաջորդ ստենդափի ժամանակ նորից նույն ֆորմատով վաճառք մակագրություն է լինելու, հանդիպում եմ ունենալու շուտով մի քանի տարբեր խանութներում, ըստ երևույթի դրախանութից, ու տենց տարբեր հանդիպումներ լինելու են, այնուհետ որ հանդիպումներն ավարտեմ, արդեն կտարածվեն բոլոր գրախանութներում։ Շատ բարի, ուրեմն պետք է կոչ անեմ հեռուստատողին, որպեսզի հետևեն ձեր էջին, թե Instagram-յան, թե Facebook-յան, որովհետև բոլոր նորություններն այնտեղ են ու արդեն գրքի ճանապարհն էլ կիմանաք, ինչպես ձեռք բերեք, որտեղից եւ ինչ անեք։ Առաջարկում եմ ուղղակի մայիսի 3-ին գնաք նաեւ լիաթոք յուրահատուկ ձեռագիր տեսնելու Խաչմերուկում ստենդափ Ասատուր Հակոբյանի կողմից եւ միանգամից ձեռք բերելուն նաեւ գիրքը։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք ու այսօր եկաք գրքին մեր եթեր նոր խոսք ու յուրահատուկ ասելիք բերելու, մենք կսպասենք ձեր նորություններին, որովհետև հիշում ենք արդեն, որ ձեր գլխում 12-ից ավելի գիրք կա։ Ինչպես նաև գրած երգեր ունեն։ Այ դեպ այդ դրվագը ասեմ, ձեր հեռուստատողներ Ասատուրը բոլորի առաջ ասեց, որ ոչ ոք, թե չբացահայտամ։ Չէ կարող ասես։ Ասեց ոչ ոք չգիտի, ես նաև երգեր եմ գրում ու ասեց նույնիսկ իմ մտերիմները, ծանոթներ, ընկերները չգիտեն, եւ ես հենց հիմա ձեզ կներկայացնեմ իմ երգերից մեկը, գնամ կիթառս վերցնելու։
ու ես այսպես ասում եմ, գիտարել է նվագում, այսքան ժամանակ ճանաչելով ես չգիտեի, որ նա գիտար է նվագում, բավական երկար ժամանակ բացակայելով բեմից, նա դուրս եկավ եւ ասաց կատակ եմ արել։ Շատ հետաքրքիր ծրագրային կատակ էր։ Լավ է, որ կատակ չարեցիր, այսօր ներկա գտնվեցիր այստեղ, Ազատուր ջան, շնորհակալություն քո յուրահատուկ տեսակի, հումորի ու անսպառ էներգիայի համար, որոնք ծնում ու արարում են նորություններ մեր ասպարեզում։ Փոխադարձնել ես եմ ասում։ Շնորհակալություն Ասատուրին, շնորհակալություն նաև ձեզ երեստատողներ, որ այսօր մեզ հետ էիք ու հետևեցիք նորություններին, շատ կարդացեք, այո, եւ կարեւորը ոչ միայն կարդալ, այլ նաև կարեւորը թե ինչ ենք մենք կարդում։ Հետևեք նորություններին, ինչպես նաև ժամանակակից գրականությանը։ Հետաքրքիր է։ Ձեզ հետ Անահիտ Կիրակոսյաններ, մնացեք բարով, թող օրը լինի բարի։ Thank you.